տարին ուր էիք։ Եվ հա ծնված չէիք։ Երևի հույսը դրել եք այն մարդկանց վրա, որոնք այն ժամանակ ծնված չէին, հա։ Հա ձեր հույսն այնա, որ ասենք այսօրվա 18 տարեկան երիտասարդները, քանի որ Քոչարյանի նախագահությունը լավ չեն հիշում, պետքա տենց ասեն դե լավ, իրոք սուրբ ա եղել այդ մարդը, դաշնակցությունն էլ միայն սուրբ գործունեությամբ ա զբաղվել։ Չէ, իրանք ծնողներ ունեն, ընկերներ ունեն, իրանք կպատմեն իրանց արխային։ Բայց եկեք մի բան անալիզի ենթարկենք, էլ այստեղ դաշնակցական պատգամավորները եւ ոչ միայն քոչանական պատգամավորները հաճախ խոսում էին հայ առաքելական եկեղեցու երկու arczepiskoposների մասին, նրանց առաջադրված մեղադրանքի մասին եւ նրանց անվանում են քաղբանտարկյալներ։ Ես համարում եմ, որ այս հարցը լակմուսի թուղթ է ընդհանրապես մեր քաղաքական դաշտում հասկանալու համար, թե ով ինչա ուզում, եւ ես առաջարկում եմ իրար հետ հիմա անալիզի ենթարկենք երկու arczepiskoposների արածները, վիճելի արածները, որոնք որ վիճելի են, անալիզի չենք ենթարկում, ասածները եւ ընդդիմության արձագանքը դրան։ Սկսենք Միքայել arczepiskopos Աջապահյանից, ավազանի անունը Գևորգ Աջապահյանից։ Աջապահյանը գնացել է հրապարակային, նախ սկսենք նայած, որ Հայաստանի քրեական օրենսգրքում կա հոդված, իշխանությունը բռնի կերպով զավթելուն ուղղված հրապարակային կոչ, քրեական հոդված է դա։ Հարցազրույցում ասել է, որ պետք է անել ռազմական հեղաշրջում։ Հետո մյուս հարցազրույցում, պատասխանելով մեղադրանքներին, որ Սրբազան հայր, ասում են դուք ռազմական հեղաշրջման կոչ եք արել, ասելա ես, չէ կամ ինչ որ դրա մասին հարց, ասելա ես արել եմ ռազմական հեղաշրջում անելու կոչ, բառացի, սա ասելա։ Հետո, ինչպես պարզվեց հետևում էի մամուլին, դատական լսումների ընթացքում պարզվեց նաև, որ հետո էլ գնացել է տուն, օրագրի մեջ գրել է այսօր տվեցի հարցազրույց, արեցի հեղաշրջման կոչ։ Հիմա բոլորը կպցնենք իրար։ Քրեական օրենսգրքի հոդված, իշխանությունը բռնի կերպով զավթելուն ուղղված հրապարակային կոչ անելը։ Հարցազրույցում ասում է պետք է անել ռազմական հեղաշրջում։ Հաջորդ հարցազրույցում ասում է ես կոչ եմ արել անել ռազմական հեղաշրջում։ Հետո էլ որ հատկապես անհավատների համար մի հատ էլ օրագրի մեջ ա գրել գնացի, արեցի, տվեցի հարցազրույց, արեցի հեղաշրջման կոչ։ Հիմա կարող եք բացատրել ինձ սիրելի ընդդիմադիր գործընկերներ, ինչու է հարգարժան, մեծապատիվ Սրբազան հայրը քաղբանտարկյալ։ Անցնենք Բագրատ arczepiskopos Գալստայանին, ավազանի անունը Վազգեն։ Ըստ դատախազության մեղադրանքի եւ ըստ հրապարակված ձայնագրությունների ինքը մարդու հետ խոսալուց ասում է մեր հետ չհամաձայն մարդկանց ոչ թե պետք է բան անել, համոզել, քարոզել, այլ պատի տակ, գյուլել, ընտանիքներին տալ կոմպենսացիա, բրծավ գնաց։ Չէ, սուտ չի։ Ես բառացի ցիտում եմ, ասում եմ, մի վարկը, մի ընդհատեք ինձ, ոչ դուք Տիկին Գրիգորյան, երբ որ ես ձեզ հարցազրույց էի ձեզնից վերցնում, որպեսզի իմ քայլի ցուցակում ընդգրկեի, դուք ինձ չէիք ընդհատում այդ ժամանակ, հիմա էլ մի ընդհատեք։ Պարոն Ալեքսյան, դուք էլ մի ընդհատեք։ Ասում է, մենք դրել ենք, քարոզենք, համոզենք, չէ, մեր կողքու պատի տակ գյուլում ես, բրծավ գնաց։ Այսինքն, ունտեղ իր զրուցակիցն էլ ասում է, ես դա անվանում եմ լուսավորչական դիկտատուրա։ Բայց դա իրականում Վազգեն Գալստայանին ուղղված մեղադրանքի, ասենք, փոքր հատվածն է, իրանք դրա համար չեն մեղադրվում միայն։ Կամ նույնիսկ չգիտեմ դա մեղադրանքի մեջ ինչ հատված է։ Իրանք մեղադրվում են անկարգություններ կազմակերպելու մեջ։ Իրանք մեղադրվում են, որ պետք է տուկի, ինչ են ասում դա, խոտի տուկ վառեին, մեղադրվում են, որ պետք է հանրային տրանսպորտի վրա շփեին ներք, պետք է ինչ-որ այլ գործողություններ իրականացնեին, ինտերնետի լարերը պետք է կտրեին, պետք է ինչ-որ աստղիկներ շփեին, պետք է քաոս ստեղծեին, այդ ձեր սիրելի Սրբազանը, Վազգեն Գալստյանը ընդեղ ասում է, չէ, կլինի քաոս, պետք է քաոս լինի, որ ընդեղ ինչ-որ անկարգություններ լինեն եւ մոտավոր եմ ցիտում։ Այսինքն ինչի մասին է խոսքը, ինչով է ինքը քաղբանտարկյալ։ Ու էլ չեմ ասում, որ մի հատ ուրիշ կոնտեքստ էլ կա, որը մեղադրանքի մեջ չկա, բայց ես չգիտեմ խի չկա։ Որ այդ մարդը ամիսներ շարունակ ասում էր հրապարակայնորեն, որ իր հետ
շփվում են օտարերկրյա ուժային կենտրոններ, ցիտում եմ, իրան օտարերկրյա ուժային կենտրոնները ասել են, որ եթե դուք Հայաստանում իշխանապողություն չանեք, Հայաստանում տիրելու է Սոդոմ եւ Գոմոր։ Ու դրա հետ զուգահեռ պարզվում է իրանք ըստ դատախազության մեղադրանքի այսպիսի բաներ են կազմակերպելիս եղել։ Մի հատ ուրիշ կոնտեքստ էլ կա, վերադառնալով Միքայել arczepiskopos Աջապահյանին, Ավազանի անունը Գևորգ։ Ինքը տարիներ առաջ եւ տարիներ շարունակ իր հայտարարություններում ուղիղ ասել, ուղիղ, որ ինքը դեմոկրատիային դեմ է։ Կարող եմ անցած անգամ մեջբերել եմ ստից։ Մարդը կանգնել է մի քանի անգամ մի ընդհատեք ինձ։ Մի քանի անգամ ասել է ես դեմոկրատիային դեմ եմ։ Ասել է ես չեմ կարծում, որ բոլոր մարդիկ պիտի ունենան ընտրելու իրավունք։ Հիմա այս ամեն ինչը կպցնում ենք իրար։ Ու ընդ որում այդ մարդուն, լավ, մի վարքան, այս ամեն ինչը կպցնում ենք իրար։ Այսինքն մենք ունենք մի arczepiskopos, որը ասում է, որ ինքը դեմ է դեմոկրատիային, որ ինքը ասում է, որ բոլոր մարդիկ չի որ պետք է ընտրելու իրավունք ունենան, որը ռազմական հեղաշրջման հրապարակային կոչ է անում, որը հետո կրկնում է իր կոչը, որը մի հատ էլ գնում է օրագրի մեջ է այդ կոչի մասին գրում, եւ որին ընդդիմությունը ուզում էր առաջադրել վարչապետի տեխնացու, այ դուք բոլորդ մարդու, որը հրապարակային ասում է ես դեմոկրատիայի դեմ եմ, ուզում եք առաջադրեք վարչապետի տեխնացու։ Ունենք մի այլ arczepiskopos, որը օտարերկրյա ուժային կենտրոնների հետ է շփվում, որոնք իրան կոչ են անում Հայաստանում իշխանապողություն անել, որը ըստ դատախազության մեղադրանքի պատրաստվում էր կազմակերպել անկարգություններ եւ, չգիտեմ, այդ հոդվածը ոնց էր կոնկրետ կոչվում։ Եվ ինչ է սա խոսում ձեր մասին, սիրելի ընդդիմություն։ Սա խոսում է մի բան, որ եթե դուք առաջ, երբ որ իշխանություն էիք տասնամյակներ շարունակ, ու չգիտեմ ինչի ձեր բան, պարզվեց հրաշալի մարդիկ եք, տենց բան եք, դուք անկախ դատական համակարգի ջատագովներ եք, բայց չգիտես ինչի, որ դուք իշխանության էիք այդքան տարի, դուք այդ դատական համակարգը չկայացրեցիք, հակառակը Զանգովի արդարադատության բենեֆիսն էր տիրում, բայց մի կողմ թողենք։ Դուք այն ժամանակ, եթե իշխանությունը պահում եք ընտրություն կեղծելով, հիմա դուք պատրաստվում եք իշխանությունը ուղղակի զավթել։ Եթե ձեր ձեռքը իշխանությունը գնի, ոչ թե ուղղակի ընտրությունը կեղծելու վերարտադրվեք, դուք բառից բուն իմաստով վերացնելու եք ընտրության ինստիտուտը, դուք գյուլելու եք ձեր հետ անհամաձայններին, հասկանում եք, էսա ձեր էությունը, դուք ընդհանրապես ժողովրդավարության հետ կապ չունեք, դուք ինչ կապ ունեք ժողովրդավարության հետ, ու մի բառներ ասեմ, նաև մի քիչ ձեզ խրոխտ պահեք, էլի, դուք հələ նայեք, էլի, ասենք, ժամանակի քոք էիք մաշացնում, ձեր ձևով միջամտում էիք, հիմա ես ինչ խղճուկ պահված կա, եկել ստեղից քիչ ամրում արտասվեք, նեղսրտում եք,